Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն։ Այսօր իմ զրուցակիցը միջազգային agent Ջոնի Մելիքյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Զրույցը սկսենք դերս ամենաանհանգստացնող խնդիրներից մեկով, այն իմաստով, որ Հայաստանը կենսական շահեր ունի։ Այդ ուղղությամբ խոսքը վերաբերում է Վրաստանին։ Վրաստանում տեղ ունեցան հերթական ընտրությունները Վրաստանում հերթական անգամ ուղեկցվեցին բողոքի ակցիաներով, բախումներով, փորձեցին նախագահականը գրավել, եւ դա չի կարող չմտահոգել, ինչու, որովհետեւ նախ, այսպես ասեմ, պայմանական ասեմ, Միացյալ Արևմուտքը քննադատեց վրացական իշխանություններին, ըստ էության ել ավելի խորացնելով այն կոնֆլիկտը, որ կար Վրաստան-Արևմուտքի հարաբերությունների մեջ, եւ սա այն դեպքում, երբ Հայաստանը փորձում է մերձենալ նույն Արևմուտքի հետ եւ որպես բաժանարարքից լավ կամ վատ իմաստով ով ոնց կուզի թող ընկալի Վրաստանում տեղի ունեցածը չի կարող մեզ չմտահոգել։ Հիմա ինչ է կատարվում Վրաստանում։ Բողոքի ցույցերը թե մեր մոտ թե իրենց մոտ արդեն քաղաքական մշակույթի մի մասն են դարձել, չնայած այն քաղաքական ուժերը, որոնք մասնակցել են վերջին ընտրություններին եւ նամանավանդ տեխնացուները, որոնք քաղաքապետի պայքարի մեջ էին մտել, նոր գուցե այսպես ասենք փոփոխվող տենդենսը ցույց տվեցին, ճանաչելով իրենց պարտությունը եւ շնորհավորելով Կախկալաձեին։ Ինչը ցույց է տալի, որ այնտեղ էլ ինչ որ մի բան փոխվում է, բայց միևնույն է, քանի որ Վրաստանում ընդդիմությունը նախ ունի խնդիր լիդերության, նոր օրակարգի, նոր թեզերի, ծրագրերի առաջ մղման, վերջի տարիներին իրենք պարտվում են, չեն կարողանում միավորվեն, որոշ հարցերի շուրջ միգուցե չի աշխատում կոնսենսուս -1, ասենք բոլորը կոնկրետ այս իշխանություններին հեռացնելու համար միավորվեն, ինչը աշխատեց, ասենք 12 թվականին, երբ որ Սաակաշվիլի դեմ էին միավորվում տարբեր հայացքներով գաղափարական հիմք ունեցող կուսակցություններ, որոնք միավորվել էին վրացական երազանք կոալիցիայում, բայց այսօր այդ ամենը չի աշխատում եւ այս ֆոնին տեղի են ունենում ընտրություններ եւ հերթական անգամ այդ ընտրության արդյունքում վրացական երազանքը իշխանությունը պահպանում է այսօր արդեն տեղական ինքնակառավարման մարմիններում, գրեթե բոլոր տեղերում մեծամասնություն ունեն, որոշ ընդդիմադիր ավականիներ ընտրվել են, բայց որևէ ձևով իրենք չեն կարող ազդեն ինչ որ process-ների վրա։ Ուստի որոշ քաղաքական ուժեր ի սկզբանե իմ կարծիքով կանխատեսելով այս ավարտը որոշել էին, թե պարլամենտը բոյկոտեն, չմասնակցեն, մանդատները վայր դնեն եւ նաեւ բոյկոտեն այս ընտրությունները, փորձելով փողոցային պայքարով ինչ որ մի լուծում տային, այս իրավիճակին, ինչը չստացվեց։ 30-50 հազար բողոքարար չի կարող ինչ որ լուրջ ձևով իրավիճակ փոխել, 1 միլիոնը կարող է, այստեղ եւս, ասենք 50-50 է, ինչքանով այս ամենը կճնշի իշխանություններին, ինչքանով բայց օրակարգի լիդերության պարագայում, ինչը այսօր տեղ չունեցավ եւ այս ամենը նաեւ հակառակ իր մեդալի երկրորդ կողմը ունի, երբ որ վերջի շրջանում հարաբերությունները արևմուտքի հետ էլ ավելի խորացան, այն ճգնաժամային, փուլերում նախկինում արևմուտքը զսպիչ գործոն էր Վրաստանում, ոչ թե ներքին լեգիտիմության, այլ բոլոր իշխանությունները փորձում են այդ լեգիտիմությունը դրսից բերեին, այդքան շատ ներքին լեգիտիմությունը չէր աշխատում, ինչքան դրսի կար արևմուտքի գնահատականը, եթե գնահատականը քիչ թե շատ պոզիտիվ էր լինում, որ ընտրությունները, որոշ խախտումներով, բայց նորմալ են անցել, այդ լեգիտիմությունը ընդունվում էր երկրի ներսում էլ, եւ իշխանությունները շարունակում էին իշխեին։ Հակառակ դեպքում կներեք աշխատավարձ չէին ստանում, կհիշեք, որ Սաակաշվիլի ժամանակ կառավարության անդամների աշխատավարձը վճարվում էր Միացյալ Նահանգների պետական բյուջեից։ Ասում են, որ Բիզինա Իվանիշվիլին էր տալի որոշներին բանակի եւ ներքին գործերի բարեփոխումների շրջանակներում սպաներին։ Տարբեր բաներ են ասում, բայց հիմա հստակ երևում է, որ այն զսպիչ մեխանիզմը, որը կար, ձևավորված այս տարիների ընթացքում հանձինս արևմուտքի չի աշխատում, քանի որ արևմուտքի հետ հարաբերությունները ճգնաժամային են, արևմուտքը իմ կարծիքով նաև որոշ սխալներ թույլ տվեց
քանի որ չափից շատ ճնշումները եւ քննադատությունը բերեցին մի իրավիճակի, երբ որ իշխանությունները արդեն բաց սկսեցին քննադատել արևմուտքին, ոչ թե ինչ որ պայմանական գլոբալ պատերազմի կուսակցությանը, ինչը այդպես հայտնի այդպես եզրույթ էր Վրաստանում, բոլորը հասկանում էին ում նկատի ունեն իշխանական падգամավորներ, բայց դրանք ուղիղ դրա մասին չեն խոսում, հա, ասենք այստեղ աշխատեց ֆիզիկային օրենքը, որ ցանկացած ճնշում բերում է դիմադրություն։ Դիմադրության եւ այսօր արդեն բաց քննադատում են, նույնիսկ հանդես են գալի հայտարարությամբ պարլամենտի նախագահան, որ սպասում ենք ներողությունը Կալասի կողմից եւ իր կառույցի եւ այլն, հա, բողոքեցին Եվրոմիության դեսպանից, հա, այս ամենը բերում է մի անդառնալի, հա, դեռևս իմ կարծիքով չեն անցել այդ Ռուբիկոնը անցած չի, բայց արդեն շատ մոտ են։ Դրա համար պետք է ինչ որ մի իրավիճակ փոխող քայլ լինի, ասենք նախկինում 20 թվականի ընտրություններից հետո եղավ Շարլ Միշելի միջնորդությունը եւ ինքը փորձեց Վրաստանի ներքաղաքական ճգնաժամը ինչ որ չափով հանգուցալուծի։ Չստացվեց, ինչ որ չափով որոշ process-ների վրա ազդեց, բայց չեղավ, բայց նմանատիպ ինչ որ բան պետք է այսօր, որ նախարարությունները ել ավելի չխորանան, այդ ճգնաժամային, հա, այդ վիճակը ել ավելի անդառնալի չդառնան եւ փորձեն ընթացքում ոնց որ բերեն առնվազն գոնե մինիմումի հարաբերություններում, որ 28 թվականի պարլամենտական ընտրությունների արդյունքում արդեն կողմերը հասկանան ինչ են անում, հա, քանի որ Բրյուսելում իմ կարծիքով մտածում էին, որ միգուցե կարող է Վրաստանում իշխանափոխություն ընտրություններով տեղի ունենա, բայց հաշվարկները միգուցե ճիշտ չէին, կամ միգուցե հաշվարկ կար, որ դրսի ճնշումը, հա, իրենց կողմից կարող էր ազդել, բայց այս ամենը չազդեց եւ քանի որ կան նաեւ նոր խաղացողներ տարածաշրջանում, Չինաստանն է, Ռուսաստանը դեռևս հա տնտեսապես Վրաստանում ունի իր ազդեցությունը, քաղաքական մասով չի ասի, հա, ես կողմնակից չեմ ասելու, որ Վրաստանի իշխանությունները ռուսամետ են, ինչպես Հայաստանում որոշ շրջանակներ դրա մասին խոսում են, բայց ուզում հարցնել, տեսեք, Վահրամ Մելիքյան, այսպես մի արևմուտքում մի նարատիվ կա, որը այդ թվում մեր լիբերալ մտածողության գրողները այստեղ են տարածում, որ հիմա Այբիձինե Իվանիշվիլին հաշվի առնելով, որ ինքը իր միլիարդները կուտակել է Ռուսաստանում աշխատելով, հիմա Վրաստանում այսպես գնում է ռուսականացման գործընթաց, որ հեսա մեզ ընտեղել են ծեծելու իմիջայլուց, չգիտեմ ինչու։ Մի խոսքով, այ որ Վրաստանը լավ իմաստով ընկել է Ռուսաստանի խելքին, ընկել է իր ազգային ավանդական արժեքների հետևից, դրա համար արևմուտքը խնդիր ունի, իրականությունը ես գիտեմ, որ փոքր-ինչ այլ է։ Այլ է, քանի որ սկեպտիցիզմը, հա, եվրոսկեպտիցիզմը հիմա Եվրոպայում է որոշ պետություններում ռուսամետության հետ են փորձում նարատիվը փոխեն, հա։ Այնտեղ, այսպես ասենք, հա, 12 թվականին գալով իշխանության արդեն իրենք պիտակավորվել են որպես ռուսամետ ուժ, բայց այդ ռուսամետ ուժը կարողացավ ասոցիացիան համանդրայնակի ստորագրի, վիզային ռեժիմը վերանայվեր, տեխնացու անդամ դառնան եւ այլն, հա, ըստի եթե ուներ ռուսամետ օրակարգ շատ բաներ այս 13 տարում այլ ձև արված կլինեին։ Հիմա չեմ ուզում որ հնչի որպես աջակցություն, հա, վրացական երազանքի, բայց իրենք մյուս կողմից փորձում էին նաև Ռուսաստանի հետ ինչ որ մինիմում հարաբերությունների հնարավորություն թողնեին, քանի որ կար Վրաստանում դեռևս 90-ականներից Շևարդնաձեի օրոք կար նարատիվ, որ տարածքային ամբողջականության հարցը պիտի լուծվի խաղաղությամբ, ոչ թե պատերազմով, ի տարբերություն մեկ այլ հարևանի, որը ռևանշիստ է բոլոր դրսևորումներով, եւ եթե խաղաղությամբ պետք է, հա, բանակցությունները վետամենը լուծվի, բանալիները 90-ականում այդ տերմինը, հա, այդ կար նարատիվը, որ բանալիները Մոսկվայում են, Մոսկվայի հետ պետք է բանակցենք, ասում էին վրացիները, ասում են Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանալիները Կրեմլում են։ Լևոն Տեր-Պետրոսյանից սկսած
Ну առնվազն Աբխազիայում եւ Հարավային Օսիայում բազաները հենց ռուսական են։ Այս պարագայում կոնկրետ իրենք գիտեն ում հետ այդ հարցերը լուծեն։ Դրա համար այդ մինիմում նաեւ տնտեսությունը, քանի որ փորձ են արվում, հա, եվրոպական շուկայում իր տեղը ինչ որ գտնելու եւ այլն, բայց շատ դժվար է, հա, եւ Վրաստանի փորձը թե դրական թե բացական, դրա համար մեր համար ուսուցանալի պետք է լինի եւ մենք դրան շատ բան պետք է սովորենք եւ հասկանանք եւ նույն սխալները չկրկնենք։ Եվ այս կոնտեքստում եղավ այն ինչ եղավ, երբ որ իրենք կարողանում էին երկրի ներսում ոնց հա ծրագրավորել են իրավիճակը, ասենք ղեկավարեին եւ այլն, ամեն ինչ նորմալ էր։ Երբ որ արդեն արևմուտքից քննադատությունները սկսվեցին եւ իրենք հասկացան, որ ինչ որ չափով նաեւ կարող են իրենք բարդություններ ունենան վերընտրվելու հետ կապված, այդ ժամանակ սկսվեցին արդեն այդ դրսի ֆինանսավորման հետ կապված հարցերը, ինչում արդեն իրենք այդ լիբերալ օրենք, այսպես ասենք, հա, ի տարբերություն ֆարային, որ այսօր գոյություն ունի, լիբերալ էր։ Ի վերջո դու ընդ ցուցակի մեջ գրվում էր, գրանցվում էր եւ այլն, տենց ոչ մի քեզ ոչ արգելում էր, ոչ էլ, բայց այսօր արդեն այն ինչ որ տեղի ունենում, արդեն լրիվ ամերիկյան ստանդարտ ձևով է, ասենք դու թաքցնում ես, դու ես անում ու արդեն լավ լուրջ հաշիվների սառեցումից սկսած մինչև արդեն իր քրեական հոդվածներ եւ այլն։ Ամենատաքսիկներն է, որ այդ օրենքը կան մի շարք եվրոպական քաղաքներ երկրներում էլ կան։ Հա, ԵՄ-ից դրսից եկող ֆինանսով Ֆրանսիայում եւ այլն։ Ну, դրա համար վրաստական երազանքներն դրա մասին էր խոսում, ասում են, չէ, երկյակի ստանդարտներ, որոշներին կարելի է, մեզ չի կարելի, հա, ուստի տեսեք, այստեղ այդ խնդիրը աշխատեց, երբ որ իրենք տեսան, որ իրենց մեջքի հետևում ընդդիմության հետ որոշ խաղ կա։ Եվ իրենք սկսեցին իրավիճակը փոխել օրենսդրական նորմերով, բայց տեղ թողնելով ինչքանով ես եմ հասկանում, հա, վերլուծելով այդ process հայտարարությունները, որ այդ օրենք ընտրություններից հետո միգուցե չեղարկվեր, բայց եղավ ավելի շատ ճնշում եւ ավելի շատ ճնշման պարագայում նաեւ այդ ամենը ազդում է էլեկտորատի վրա, կոնսերվատիվ էլեկտորատի եկեղեցուն մոտ, հա, քրիստոնյա եւ այլն, այդ շատ սպეციფიկ էլեկտորատ է եւ իրենք արդեն հրաժարվեցին լիբերալ շրջանակներից, հա, թողնելով ընդդիմությանը, բայց լիբերալ շրջանակները գիտենք, որ մայրաքաղաք, կենտրոնական հատված, հա, բողոքի ցույցեր, տասնյակ հազարավոր մարդիկ, բայց որոնք այդ իրավիճակ փոխող չեն։ Իրավիճակ փոխող կենսաղի ձև է դարձել, ես ամեն օր հետևում եմ այնտեղ ինչ է տեղի ունենում, լուրջ, ասենք տարի ու կես այդ մարդիկ ամեն երեկո աշխատանքից հետո գալիս են ուրիշ աշխատանք։ Արդեն 300 քանի օր, հա, բողոքի ցույցեր, արդեն մոտավորապես 1 տարի, ինչը ոչ մի բան չփոխեց։ Դրա համար, չգիտեմ, հույս կա կամ կուզեի տեսնել, որ այդ իրավիճակը փոխվեր, քանի որ ոչ միայն, հա, նաև դիրքերի վրա է ազդում Եվրոմիության վրա տարածաշրջանում, վրաց եվրոպական հարաբերությունները նաև հայ-եվրոպական հարաբերությունների ինչ որ մի էլեմենտն են, քանի որ իմ կարծիքով ի վերջո պետք է հասկանանք, որ դիտարկել է պետք, ասենք, տարածաշրջանային կոմպոնենտով եւ առնվազն 2-3-ից ունեն օրակարգ եվրոինտեգրման process-ը շարունակվում է, ինչքան էլ հա սառեցրած լինի, հա, Վրաստանը այդ անդամակցության բանակցությունների սկզբի այդ քայլը, բայց իրենք չեն հրաժարվել եվրոինտեգրման գործընթացից, Հայաստանը փորձում է ակտիվացնել նոր օրակարգով, որը այսօր դեռևս հա քննարկման փուլով է անցնում, բայց դրա համար այս բոլոր զարգացումները մեր համար կարևոր են, մենք պիտի ուսումնասիրենք, հետևենք եւ մեր եզրակացությունները եւս անենք։ Որպեսզի եզրակացություններ անենք, պետք է որոշակի ինֆորմացիա ունենանք։ Հիմա, որպեսզի այդ որոշակի ինֆորմացիայի մասին փորձենք խոսել, ստացվում է այսպես, հարցը մոտարապես ձևակերպում։ Արևմուտքը ինքը գիտի, թե ինչ է ուզում, նույն Վրաստանից կամ Հարավային Կովկասից ընդհանրապես։ Որտեղ տեսեք, օրինակ Ռուսաստանը գիտի ինչ է ուզում ու այն ինչ որ ինքը գիտի, օրինակ ինձ դա վախեցնում է։ Ես երբեմն կարծում ենթադրում եմ, որ Արևմուտքը չգիտի ինքը ինչ է ուզում եւ դա էլ է ինձ վախեցնում։
Հիմա արևմուտքը գիտի թե չգիտի ինչ է ուզում ստեղ։ Երբ որ խոսք գնում է դրա մասին, ժողովրդավար պետություններ տեսնելու, զարգացում եւ այլն, ինչ դեկլարատիվ բաներ են, այո, մենք էլ ենք ուզում լինենք ավելի ժողովրդավար, ավելի զարգացած, բայց այդ լանք լոզունգներ են, այո, շատ լավ ծրագիր է, որով մենք պիտի, ասենք, ձգտենք, այդ բարեփոխումները անենք, ավելի լավ ապրենք եւ այլն, բայց այստեղ հստակ մենք պետք է հասկանանք, որ կան շահեր, հա, Եվրամիությունը ինքը խաղացող է, հա, ինքը ունի այս տարածաշրջանում կամ պիտի ունենա իր շահերը։ Եվ իր շահերը ոչ միշտ պիտի արժեքային համակարգի հենքի վրա լինեն, հա։ Տրամպի նաև վերընտրվելուց հետո այդ արժեքային արտաքին քաղաքականությունը, այսպես կոչված value-based foreign policy-ն, ինքը որոշ ուղղություններում մնում է, բայց որոշ ուղղություններում չես կարող դրանով, հա, առաջ գնաս։ Եվ այստեղ միգուցե որոշ խնդիրներ տեսնելով Վրաստանում իրենց իմ կարծիքով շահերից ելնելով պիտի հարաբերությունները փորձեին պահպանեին այս իշխանությունների հետ, սպասելով մինչև այլընտրանքային ուժը կարողանար այն կարողություններ ունենար երկրի ներսում աջակցությունը, որ իշխանափոխության, հա, տեղի ունենար ընտրություններով։ Բայց իրենք փորձեցին, չգիտեմ, լոբինգ աշխատեց ընդդիմության Վրաստանի, սխալ գնահատականներ եղան, չգիտեմ, բայց այստեղ հստակ է, որ այդ սխալներից օգտվում են այլ խաղացողներ։ Այսօր Ռուսաստանը ավելի զուսպ է, բայց կա Չինաստանի գործոնն է մեր տարածաշրջանում շատ ակտիվ առաջ գնում։ Չինաստանը փորձում է լրացնի այն բացերը, որտեղ տարբեր խաղացողներ չեն տեղավորվել։ Տնտեսություն լինի, մշակույթ լինի, փափուկ ուժ լինի, շատ ակտիվ տարբեր երկրներից գիտնականներ, պետական ծառայողներ մեկնում են, ես նույնիսկ չեմ հիշում, հա, վերջին 20 տարվա ընթացքում, որ ԱՄՆ-ն այսպիսի մեծ քանակությամբ խմբեր կարողանար ԱՄՆ տաներ, վերապատրաստեր եւ փափուկ ուժի կիրառման վերադարձներ հետ։ Չինաստանը անում է եւ տարբեր խմբեր գնում են, գալիս են հիմնականում հիացած, հասկանալով պարզը, որ այնտեղ նաև որոշ իրենց PR-ն է արվում, փափուկ ուժն է կիրառվում, բայց դե ունեն ինչ ցույց տան, հա, այսպես ասենք։ Իդեպ այդ մասին մենք ոչ ոքի չենք ասում, բայց Հայաստանում էլ նույն process տեղի ունենում, բավական մեծ քանակությամբ խմբեր բարբերաբար գնում են Չինաստան, վերադառնում են Չինաստանի հաշվին։ Ես դրանցից մեկն եմ։ Դուք դրանցից մեկն եք։ Դրա համար տեսեք, կան այս խաղացողները, կա Պակիստանը, կա Հնդկաստանը, Պակիստանը, որի հետ ի վերջո, հա, վերջի պետությունը չճանաչող Հայաստանի անկախությունը հարաբերություններ հիմա հաստատվեցին, պարզ է, որ մենք հստակ պիտի գնահատենք Պակիստանը, ինչ պետություն է, ինչ է արել մեր նկատմամբ, ինչ կարող է անել ապագայում, բայց հարաբերությունները պետությունների միջև դրա համար են, որ ասենք դու փորձես զսպես այդ ամենը, հա, տարբեր հարթակներով, կլինի Շանխայ համագործակցության կազմակերպություն, կլինեն այլ հարթակներ, շատ ակտիվ, պրոակտիվ արտաքին քաղաքականությունը կարող է բերել նրան, որ դու փորձես այս մեծ խաղացողների պայքարի ֆոնին այնպեսի քայլեր անես, որ բալանսավորված ես բալանսավորման արտաքին քաղաքականությունը, հենց որ դու բալանսավորում ես տարբեր խաղացողներին եւ մեկի բացասական ազդեցությունը քո վրա փորձում ես նվազեցնես այլ խաղացողի հետ ավելի ակտիվ հարաբերություններով եւ երբ որ խոսում են Թուրքիայի գործոնի ուժեղացումից տարածաշրջանում, Վրաստանում գտել են դրա ձևը, Չինաստան են բերել։ Չինաստանի հետ ակտիվ խորացնում են հարաբերությունները եւ Չինաստանը բալանսավորում է ինչ-որ չափով Թուրքիայի ազդեցությունը եւ նույնիսկ այսօր կարելի ասել, որ թուրքական բիզնեսը որոշ, հա, ակտիվություններ Վրաստանում նվազել են ի հաշիվ չինականի ակտիվացման, հա, ուստի տարբեր մեխանիզմներ կան, կարելի է կիրառել, ուղղակի ամեն պետություն պիտի հասկանա ինքը իր այդ բաղադրատոմսը, ինքը ինչ է պատկերացնում, իր շահերից ինչն է բխում, եւ այդ ուղղությունները շարունակի, հա, մենք մեր մասով շարունակելով եվրոինտեգրումը, մենք մեր տարածաշրջանից չենք հրաժարվում, տարածաշրջանացման գործընթացին ակտիվ փորձում ենք էներգիա հաղորդել, նաեւ ապաշրջափակման ծրագրերով, որոնք մենք ենք առաջարկում մեր տարածքում տարբեր այդ նախագծերով Վաշինգտոնյան վերջի զարգացումներից հետո, հա, ասենք բանակցություններից այդ տրիպ ճանապարհի մասով, որով մենք ասում ենք մեր սուվերենությամբ, մեր այդ կարմիր գծերը գծելով, բայց տալիս ենք հնարավորություն հարևաններին եւ ոչ միայն այս տարածքը օգտագործեն որպես բեռնափոխադրումների նաեւ տրանզիտ։ Ինչը կտա հնարավորություն շատ խաղացողների ունենալու շահեր այս տարածաշրջանում եւ ինչքան շատ
նաև խաղացողներ կան, միգուցե ինչ որ բալանս հա ձևավորվի։ Բայց այդտեղ նաև վտանգ կա, որ ինչքան շատ խաղացողներ կան, այնքան բախման հավանականությունը մեծանում։ Կա այդպիսի մարտահրավեր, բայց դե հենց այդ արտաքին քաղաքականությունը այնպիսի մի երևույթ է, որ դու պիտի բոլոր հնարավորությունները եւ ռիսկերը գնահատելով այդ քայլերը անես։ Քանի որ որոշ բաներ չանելով դու ավելի ես ռիսկայինությունը ընդլայնում, հա, ավելի ես մարտահրավերները քո նկատմամբ ավելացնում, որ միգուցե ավելի լավ է անես ինչ որ բան եւ նաեւ այս ապաշրջապատական պարագայում, հա, ասենք Վրաստանում տեսնում են ռիսկեր, տասնյակ տարիներ իրենք օգտվել են նրանից, որ Հայաստանը փակ է եղել եւ բոլորս օգտվել ենք իրենց տարածքով։ Հիմա մեր մեսիջն էլ, հա, հայկական կողմի հետեւյալն է, որ հարգելիներ, մենք այսօր ոչ թե ինչ որ մեկի դեմ ենք ինչ որ բան անում, մենք փորձում ենք նախ մենք դուրս գանք այդ ապաշրջափակման գործընթացով, շրջափակումից եւ նոր հնարավորություններ ունենանք եւ դրանից նաեւ դուք կարող եք օգտվել եւ միգուցե ավելի շատ գումար աշխատենք միասին, քան թե դուք ստանում եք միայն մեր հաշվին, հա, ուստի այս ամեն ինչը իմ կարծիքով աշխատանքի եւ տարբեր, ասենք փաստերով, ասենք ծրագրերով փաստագրված պետք է պատրաստվի եւ տարբեր խաղացողների հետ մենք կարողանանք այդ թվերի լեզվով խոսենք եւ այդ նախագծերը կարողանանք հաստատենք եւ իրականացնենք։ 2-3 օր առաջ իմ հյուրը այստեղ Սուրեն Սարգսյանն էր էլի միջազգայնագետ, ինքը ասաց, որ մտահոգություն հայտնեց, որ խնդիր է ոչ միայն Հայաստանի համար հանգամանքը, որ Միացյալ Նահանգները չունի տարածաշրջանային ռազմավարություն, Հարավային Կովկասի հետ կապված ռազմավարություն չկա։ Կա բիզնես պրոյեկտ, ենթադրենք, հա, եթե վերցնենք TRIP-ը, դա բիզնես պրոյեկտ է։ Բայց դա ռազմավարական մակարդակի չի բարձրացել, հետեւաբար կա վտանգ, կա ռիսկ, որ եթե օրինակ Գազայում Միացյալ Նահանգների այդ ծրագիրը հաջողի, դրանից հետո Նոբելյան մրցանակաբաշխության արդյունքում Դոնալդ Թրամփը ստանա իր բաղձալի Նոբելյան մրցանակը խաղաղության, դրանից հետո այստեղ հետաքրքրությունը կարող է էապես նվազել եւ դա իրոք կարող է բերել կոնֆլիկտային իրավիճակի։ Ռիսկեր կան, ի վերջո նու Թրամփից բացի այսպես ասենք, հա, Ռուբիոն իր թիմի հետ եւս բավականին լուրջ գործ է արել։ Այո, միգուցե այս Նոբելյան մրցանակի համար տարբեր կոնֆլիկտների մեջ ինքը փորձում է մտնել, որ գնահատվի վերջում, բայց այստեղ շատ հստակ է, որ միգուցե եթե այս բիզնես պրոյեկտը սկսվեց իրականանալ եւ ինչ որ արդյունքներ տա, նաեւ որոշ հետաքրքրություն կարող է ավելանալ, բայց այստեղ շատ կարեւոր է, որ մենք աշխատենք այդ ուղղությամբ։ Լոբինգ արվի Վաշինգտոնում, այլ մայրաքաղաքներում, որով, ասենք, արևմուտքը ու առաջին հերթին, հա, ասենք Եվրոմիությունը եւս, հա, մենք երկուսի մասով էլ կարող ենք ասենք, որ սիտուացիվ միգուցե իրենք ունեն իրենց շահերը կամ ավելի լայն են ոչ թե հարավային Կովկաս, այլ ավելի եվրասիական պոստսովետական շրջան, հա, շրջանի մոտեցումներ ունեն, որտեղ մենք ինչ որ մի էլեմենտն ենք, միգուցե հակառուսական իրենց այդ քաղաքականության, հա, Ռուսաստանին զսպելու, ուստի այստեղ մեզանից է կախված, բայց այստեղ եւս խնդիր կա։ Վրաստան-ԱՄՆ հարաբերություններն են։ Եթե հիմա Թրամփը պատրաստում է Ադրբեջանի հետ ռազմավարական խարտիայի փաստաթղթի այդ գործընթացն է, Վրաստանը 2009-ից ունի ԱՄՆ-ի հետ, բայց վերջի շրջանում դեմոկրատների օրոք շատ բարդ հարաբերություններ էին, հա, նույնիսկ դեսպան փոխվեց, բայց այսօր վրացիներն էլ իրենց դեսպանին նոր նշանակեցին, բայց իրավիճակը չի փոխվում։ Թրամփի հաղթանակի հետ հաշվարկներ իմ կարծիքով վրացական երազանք ուներ, բայց առ այսօր որևէ հանգուցալուծում չկա։ Ոստի շատ հարցերում հենց միգուցե պետք է որ տարածաշրջանում եթե այդ կոնֆլիկտայինությունը անցնի համագործակցության հնարավորություններ լինեն երեք պետությունները կարողանան հարցերը, խնդիրները, մարտահրավերները կողքի դնելով փորձեն ինչ որ քայլեր անեն, միգուցե այդ ժամանակ, երբ որ այդ տրիոն, հա, այսպես ասենք, ձևավորվի, ել ավելի հետաքրքիր կդառնա Հարավային Կովկասը այլ խաղացողների համար եւ իրենք արդեն ռազմավարություն կունենան այս տարածաշրջանի նկատմամբ։ Այսօր, քանի որ կան տարբեր մոտեցումներ այս երեք պետություններում, ի վերջո բոլորս էլ փորձում ենք բալանսավորված քաղաքականություն վարենք, հա, եթե այդպես ընդհանրական այդպես դրսից նայում ենք տարբեր էլեմենտներով, բայց քանի որ ռիսկայինությունը կա,
կոնֆլիկտայինությունը դեռևս կա, հարցերը լուծված չեն, ոչ մեկ չի փորձում դիտարկել Հարավային Կովկասը որպես ինչ-որ մի միավոր, որը իրենց գեոստրատեգիական ինչ-որ հաշվարկներում կամ ծրագրերում պիտի տեղ ունենա։ Իսկ եթե դու գիտես, որ ասենք Գազայի պես կամ այլ վայրերի պես ասենք պայթունավտանգ է իրավիճակը, կարող է ինչ-որ մի բան տեղ ունենալ, նամանավանդ Իրանի սահմանների վրա, այս ամենը արդեն ոնց որ ուշադրությունը շեղում է այլ ավելի ռեալ նախագծերի, ավելի անվտանգ, հա, տարածաշրջաններում, ինչը այսինքն տեսեք այսօր կենտրոնական Ասիան է դառնում։ Իրենք հասկացան ժամանակին, որ պետք է միավորվել, պետք է սահմանային հարցերը միգուցե միտեղ դու ես կորցնում, մյուս տեղ քո հարևանն է կորցնում, ընդհանուր ինչ որ շահեր ворթեգրել եւ փորձել այդ հինգյակով աշխատել դրսի խաղացողների հետ։ Իրենց մոտ արդեն ստացվում է։ Միգուցե, չգիտեմ, դժվար լինի, հետո ավելի դժվարանա կամ ավելի հեշտանա, բայց իրենք այդ անում են։ Հինգյակը պլյուս Չինաստան, հինգյակը պլյուս Եվրոմիություն եւ այլն։ Այդպիսի ֆորմատ միգուցե եթե մեր մոտ աշխատի, դրսի խաղացողների համար գլոբալ մենք ավելի հետաքրքիր կդառնանք եւ ստրատեգիայի մաս կդառնանք այդ Բայց ժամանակ։ դա հնարավոր համարում եք հաշվի առնելով եւ Ադրբեջանի մարտավարությունը Ալիևից է կախված։ Իմ կարծիքով բոլոր մնացածը կողմ են, դեմ չեն առնվազն, բայց ալի կոնկրետ մեկ անձից է կախված, ինքը պատրաստ է այս տարածաշրջանը ոչ կոնֆլիկտային տեսնելու, թե ոչ։ Եթե իսկ այն ինչ որ մենք տեսնում ենք, իմ կարծիքով ինքը ժամանակ է փորձում շահել եւ հասկանա ինչ է լինելու։ Ինչ է լինելու։ Շարունակվելու այս իրավիճակ, ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, գլոբալ իմաստով, հա, կարող է ասենք սահմանների վրա որևէ կոնֆլիկտայնություն չլինի, բայց երբ որ դու չունես ֆիքսված փաստաթուղթ միջպետական, որը ճանաչում է քո տարածքային ամբողջականությունը, այդ process-ները շարունակող, այս իրավիճակը, ու առնվազն այսպես ասենք, Ուկրաինայում տեղի ունեցածի հետ եւս ամենը կապ ունի Իրանի շուրջ։ Եթե Իրանի շուրջ եւ Ուկրաինայում իրավիճակը արդեն ինչ որ ստաբիլիզացվի, միգուցե այդ ժամանակ Ալիևը հասկանա, որ հավելյալ ինքը որևէ դիվիդենդ չի կարող շահել այս գլոբալ բախման հետ դրանից կամ այլ կոնֆլիկտներից եւ հասկանալով որ կան նաեւ հաշվարկներ, որ տարածաշրջանային համագործակցության հաշվին դու կարող ես ավելի շատ գումար աշխատես եւ պետությունը ավելի լավ զարգացնես, նոր ստիպված արդեն վերադառնա տարածաշրջանային օրակարգի, բայց ես դեռ չեմ տեսնում, որ ինքը այդ ցանկությունը ունի առնվազն։ Շատերը կան, որ նման հույսեր ունեն, դուք ունեք նման այսպես տեսանելի հեռանկարում տարբերակ, որ Ադրբեջանը կարող է գնալ դրան արտաքին ճնշումների արդյունքում հետևանքը, որովհետև ըստ էության, երբ դու գնում ես կոնֆլիկտի, դու հակադրվում ես արդեն այդ թվում նաև Չինաստանի շահերին, այդ թվում Արևմուտքի շահերին, այդ թվում Միացյալ Նահանգների շահերին, ինչու՞ չէ Հնդկաստանի շահերը, մի խոսքով շատ են այդ շահերը։ Գիտեսեք, նույն տրիպի գաղափարը ինքը արդեն որոշ, հա, ԱՄՆ-ի շահերի հետ է կախված եւ միջև Թրամփը կա, իմ կարծիքով Ալիևը չի փորձի այնպիսի բաներ անել, որ Թրամփին նեղացնի, հա, այսպես ասենք։ Բայց 28-ից հետո ոչ մեկ չգիտի ինչ կարա տեղի ունենա, արդեն ձեր պայմանավորվածությունը, որը Թրամփի հետ կար, կարողա չաշխատի, հա։ Դրա համար ինչքան շատ նախագծեր լինեն ու շահերը, հա, այս տարածաշրջանում համընկնեն, այնքան այդ ամենը զսպող մեխանիզմ որպես դրա համար ասենք Շանխայ կազմակերպության ընդունելության հետ կապված, ասենք Ադրբեջանը եւ Հայաստանը նույն զամբյուղի մեջ էին, բայց ինչ-ինչ պատճառներով, հա, Ադրբեջանին չցանկանալով Հնդկաստանը մեզ կողմ որոշ երկրներ նաև չքվեարկեցին եւ մենք ստացանք այն ինչ ստացանք, բայց նաև իմ կարծիքով չինական նաև հաշվարկների մեջ հետեւյալն էր, որ ինտեգրում են այս կառույցում, որ տարբեր ծրագրեր են իրականացում տարածաշրջանային, որ կողմերը արդեն սկսեն իրար հետ համագործակցել, ինչը կբերեր ավելի հա կոնֆլիկտայնության նվազեցմանը, բայց տարբեր խաղացողներ փորձում են այդ անեն, Եվրոմիությունը կարող է եւս իր տեղը եւ դերը ունի այս հարցում, ԱՄՆ-ն պետք է աշխատել, հա Թրամփի հետ պետք է շատ ակտիվ աշխատել, հա այս պարագայում դե Ռուբիոյի հետ պետդեպարտամենտ այլ ձևերով լոբինգն էլ օգտագործելով միգուցե ավանդական եղանակներով Թրամփի հետ աշխատել չի լինի։ Այսպես ասենք, այն խոսույթը, որը կա ժողովրդավարություն եւ այլն Թրամփի հետ չի աշխատում։ Թրամփի հետ պետք են այլ բառեր, բանալիներ, որոնք իր համար ընկալելի են, հա, ավանդական, քրիստոնյա եւ այլն, հա, եւ շահեր, գումար աշխատելու հնարավորություն տարբեր, հա, մեթոդներով պետք է
այլ խաղացողների հետ միասին ինչ որ փաթեթային ծրագրեր ներկայացվեն, որտեղ ինքը տեսնի շահույթ եւ փորձի նաեւ դրա մասը լինի։ Այդ կարող է աշխատել։ Շատ լավ, շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ միջազգայնագետ Ջոնի Մելիքյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։